Ուշադրություն բարածես հարգելի հեռուստադիտողներ, FA Sport-ը սկսում է ուղիղ հեռարձակումը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական կենտրոն Ավանի ֆուտբոլի ակադեմիայից, որտեղ բկման Fastex Premier League-ի 24-րդ տուրի շրջանակում կմրցի Վեստ Արմենիայի դեմ, վերադառնում է առաջնությունը միջազգային խաղերով պայմանավորված դադարից հետո, եւ ահա միասին կհետևենք առաջին հանդիպման ընթացքին։ Մրցաշարային աղյուսակում հարևաններ են այս թիմերը, բկման 7-րդ տեղում է 22 միավորով, իսկ Վեստ Արմենիան զբաղեցնում է 8-րդ տեղը 20 միավորով, ճիշտ է Վեստ Արմենիան բկմայի համեմատ 1 խաղ ավելի է անցկացրել, կշարունակվի ու ոչ միայն աղյուսակի վերնամասում, նաև միջնամասում այդ պայքարը տեսանելի է, սկսված է խաղը եւ գնդակով Վեստ Արմենիայի ֆուտբոլիստներն են։ Ուխանցում Տուգանային հրապարակ, Համլետ Սարգսյանը ուշադիր է, դրանից առաջ անդրադարձել եղավ Արթուր Իսրայելյան։ Խամոյանն է խլում գնդակը եւ նկատում է բացվող Էլոյանին, փոխանցում Նարեկ Հովանիսյան, Անդրիա Դրագոևիչ։ Փոխանցում նորից Դանիելյանը, օդային պայքարում շատ լավ այսօր գործում, Ջեֆերսոն Գրանադո։ Այս ամենն օգնում է Վեստ Արմենիային գրոհը շարունակելու հարցում, Ալեքս Ջունիոր։ Կրկին օդային փոխանցում, եւ Դանիելյանը։ Սուլեյման չկա խախտում, Դավիթ Հակոբյան միանում է աչից Նարեկ Հովանիսյանը եւ բկմայի համար լավ նախադրյալներ են ստեղծվել։ Նարեկ Հովանիսյան փրկում է Դրագոևիչը, Միսակ Հակոբյան։ Հիմա եկել է առաջ պրեսինգի դիմելու սխալվում է Սուլեյման եւ Արման Ներսեսյան։ Ամեն դեպքում այդ գոլը, եթե Սուլեյմանը հավասարեցներ հաշիվը, խաղի ընթացքը կփոխեր։ Հիմա Վեստ Արմենիան գնում է նոր գրոհի, անկյունային իրացվեց Սուլեյման, Խարտաշյան եւ շրջադարձ սարված աչից Իսրայելյան, հերբից սարված եւ Ներսեսյանը վերցնում է գնդակը, քիչ չեն հերբից սարվածները երկու թիմերի կողմից էլ։ Ապահովագրում է Դանիելյանին Գրանադոն, որպեսզի վերջինս միանա գրոհներին, Արայիկ Էլոյան, Նարեկ Հովանիսյան, բարձր է արվածում Նարեկ Հովանիսյանը, եւ այսպես ինչ է որոշում հանդիպման մրցավարը, 11 մետրանոց, կարմիր քարտ Սուլեյմանին, եթե 11 մետրանոց հարված ես կատարում, ապա պետք է կատարես այսպիսի սառնասրտությամբ։ Իսկ այս տարի Վեստ Արմենիան առաջին անգամ չէ մնում 10 ֆուտբոլիստով, Նոայի դեմ փետրվարին կայացած խաղում կարմիր քարտ էր ստացել Ռոմեյն Բլեյքը, Արթուր Իսրայելյան, այստեղ ինչ է, 11 մետրանոց, Արթուր Իսրայելյանի եւ դարպասած զողը փրկում է բկմային։ Իսկ հիմա Նարեկ Հովանիսյան, Իսրայելյան 10-10-ի դեմ, 11 մետրանոց, այսօր երկրորդ անգամ 11 մետրանոց է վաստակում Արթուր Իսրայելյանը, առաջին անգամ չիրացրեց, արդյոք հիմա էլ նա կհարվածի։ Նարեկ Հովանիսյանի հետ պայքարում ընկավ, կհայտնի իր որոշման մասին, չկա 11 մետրանոց, նորից Չիմեզի, տարածություններ ունի նաև Վեստ Արմենիան, Վիկտոր Սանդեի Չիմեզի հետ փոխանցում, Մարտին Գրիգորյան, Դավիթ Պետրոսյան, արված, անդրադարձ եւ Արման Ներսեսյան։ Եվ հանդիպումն ավարտված է, բկմա Վեստ Արմենիա, 3-0 հավասարվում են թիմերը մրցաշարային աղյուսակում եւ կիսում են։ Պարոն Պապյան, խաղի մասին։ Խաղը բաժանվեց մի քանի տարբեր հատվածների, առաջի խաղակեսում այն մարտավարությամբ, որով դուս ենք եկել ստացվում էր, բայր ենք ստեղծում, երբ չէր ստացվում, հակառակորդը հակագրող մի քանի հատ ունեցավ, որը բերեց գոլի։ Երկրորդ խաղակեսը էլի կարամ ասեմ մենք փոխեցինք մարտավարությունը, դուս եկանք ու նորից ստացվում էր, վատ փոխանցման պատճառով ստացվեց նենց, որ համ կարմիր քարտ, համ 11 մետրանոց մի դրվագում, բայց դրանից հետո էլի կարանք բաժանենք, որ մենք գնացինք առաջ, պենալ 11 մետրանոց վաստակեցինք, դրանից հետո հակառակորդը մնաց 10 հոգով, նորից սցենարը փոխվեց, նորից մենք փոխեցինք ամեն ինչ, այդ առումով կարելի ասել, որ մի քանի անգամ միջամտել ենք խաղին, արդյունքի առումով դա գաղացուցիչ չի, իհարկե,
բայց շատ հետաքրքիր, լավ բաներ տեսանք մենք խաղի մեջ, որ թիմը արձագանքում է, մի քանի խնդիր ունենք, այդ խնդիրները պետք է շտկենք, շարժվենք առաջ։ Պապյան մոտ 3 շաբաթ առաջ նույնպես խաղում ենք ԲԿՄ-ի հետ, այդ հանդիպումը արդյունքում 1-0 հաշվով ինչու է տարբերում այս խաղը։ Շատ տարբեր էր, ինտենսիվությունը ուրիշ էր, այն առաջի խաղը ավելի ինտենսիվ էր, պայքարը շատ էր, մենք ավելի շատ էինք պրեսինգ անում, մենք ավելի լավ էինք գնդակ պահում առջևում, մենք չէինք անում այն սխալները, որ արեցինք այսօր։ Եթե վերհիշենք այդ խաղի վերջում անեցինք մի քանի սխալ, որը այսօր էլի կար, առկա էր այդ խնդիրները։ Բայց ընդհանուր առմամբ կարամ ասեմ մենք ինչ որ տեղ ավելի լավ խաղացինք այսօր պահերով, քան առաջի խաղը, բայց եթե բաժանենք այն պահերի, այն հատվածների, որից բաղկացած է խաղը, շատ կարևոր պահերին մենք չկարողացանք ճիշտ որոշումներ կայացնել։ Դրա համար հաշիվը սենց է։